Հունիսի 5-ից 7-ը Բելգիայի հայ եկեղեցու համայնքում կազմակերպվել է հայկական ճամբար։ Նախաձեռնությունը համախմբել է շուրջ 120 երեխաների եւ պատանիների, ինչպես նաեւ 43 հոգեվորականների, բազմաթիվ ուսուցիչների եւ կամավորների, որոնք 3 օր անցկացրել են աղոթքի, գիտելիք ձեռք բերելու, խաղերի եւ հոգեվոր ուրախության մթնոլորտում։ Ճամբարը կազմակերպվել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ arczepiskopos Պարսամյանի օրհնությամբ եւ հովանավորությամբ, ինչպես նաեւ Բելգիայի հայ եկեղեցու հոգեվոր հովիվներ Զատիկ վարդապետ Ավետիքյանի, Տիրայր վարդապետ Հակոբյանի եւ Մաղաքիա Աբեղա Բեքսիսյանի մասնակցությամբ։ Համայնքային համախմբման նպատակն էր սերմանել երեխաների մեջ իրենց հոգեվոր պատկանելության, ազգային ժառանգության եւ եկեղեցական միասնության զգացումներ։ Այդ օրերի ընթացքում պատանիները բացառիկ հնարավորություն են ունեցել խորացնել քրիստոնեական հավատքի մասին գիտելիքը, երգի, պարի, կրթական ու ժամանցային բազմաթիվ ծրագրերի միջոցով ճանաչել հայկական հոգեվոր ու մշակութային ժառանգությունը։ Հոգեվորականների, ուսուցիչների եւ ղեկավարների խնամքի ներքո ճամբարը վերածվել է համայնքային ջերմ հավաքի, որտեղ զորացել է հավատքը, ամրապնդվել են ընկերական կապերը, ձեռք են բերվել անջնջելի հիշողություններ։ Ճամբարի ավարտին բաց երկնքի տակ մատուցվել է Սուրբ Պատարագ։ Ճամբարական երեխաներն ու պատանիները նաև Սուրբ հաղորդություն են ստացել։ Իր հայրական պատգամում Սրբազանը հիշեցրել է Տիրոջ առանձնահատուկ սերը երեխաների հանդեպ, ընդգծել, որ Քրիստոսի սիրտը ուրախանում է, երբ տեսնում է նրանց համախմբված հավատքի, սիրո եւ միաբանության մեջ։ Ամեն շատ լավ է անցնում ու մինչև հիմա սեղեքը վերջին օրն է ու ամեն շատ լավ է անցնում հիմա այս երկու աղջիկների ներկայացնում եմ ինքը մանեն է Բրյուսելից Բրյուսելի եկեղեցից է ինքը Անջելինան է ինքն էր Բրյուսելի եկեղեցից ձեր կարծիքը ոնց անցավ ձեր համար ճամբարը շատ լավ բայց կարճ է կա ավելի երկար շատ լավ էր սամինգլերստեին Արավ կարեք սանասիոնալ շփվել Հերմինե Հակոբյան, եկեղեցական կյանք։